Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի հերթական թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և առաջիկա րոպեներին կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Նախ կարևորը համառոտ։ Որ ընկերությունն է Ցորենը Ադրբեջանով Հայաստան ներկրում, ինչքան փող է նախատեսված տրանզիտային ուղու համար, հարցեր առանց պատասխանների, կառավարության ղեկավարը հանդես է եկել ճեպազրույցով։ Կեժանանա արդյոք հացամթերքը, պաշտոնյաների պատճենված պատասխանները, փորձագետների մտահոգություններն ու քաղաքացիներին հուզող հարցերը։ Խոշոր հրդեհ Երևանում, ինչ է տեղի ունեցել Երևան City սուպերմարկետում։ Վարկ առանց պայմանագրի ու դրա դիմաց ստացած փողի խարդախության նոր ձևի հետքերով։ Եվ այսպես պարզվում է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե որ ընկերությունն է Ադրբեջանով Հայաստան ներկրում ցորեն Ռուսաստանից և Ղազախստանից։ Նաև չգիտի ինչքան է վճարվում Ադրբեջանին տրանզիտային ուղու համար։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը նշել է, որ այս հարցերի պատասխանը կարող ենք ստանալ կառավարության մամուլի ծառայությունից։ Ճեպազրույցի ժամանակ վարչապետը անդրադարձել է նաև այլ թեմաներից, սակայն նախ փորձենք հասկանալ, ինչ մանրամասներին է նա տիրապետում և շարունակենք։ Դրանից հետո պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին և հիմա Ռուսաստանից որոշակի ապրանքախմբերի այդ ճանապարհով Հայաստան արտահանելու վերաբերյալ ես գիտեմ, որ հայտեր են գեներացվում և ըստ էության ստացվում է, որ հոսքերը սկսում են վերադասավորվել և Ադրբեջանով Հայաստան հասնելու համար և մինչդեռ Ղազախստանի ի սկզբանե նախատեսված շարժակազմը դեռ տեղ չի հասել, այսինքն մինչև հիմնական առիթ հանդիսացած շարժակազմը տեղ հասնի, դրանից առաջ ենթադրում եմ, որ գուցե թե էլի շարժակազմեր լինել, նկատի ունեմ իրավիճակը անդադ փոխվում է, որովհետև նորանոր հայտեր են առաջանում, հիմա պետք է նաև գործնականում պարզվի, թե արդյոք հակառակ ուղղությամբ էլ ապրանքներ ինչպես են հոսելու, այսինքն Հայաստանից, Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան կամ Ղազախստան կամ այլ երկրներ և համոզված եմ, որ ժամանակի ընթացս տեղեկատվությունը, հանրությունը այդ տեղեկատվությունը կիմանա և ես կարծում եմ, որ իրոք շատ մեծ և կարևոր իրադարձություն է տեղի ունեցել և պիտի իմ գոհունակությունը կրկին արտահայտեմ դրա վերաբերյալ եւս մեկ անգամ արտահայտեմ մեր պատրաստակամությունը Մարգարակորնի ձոր եւ հակառակ երթուղով ապահովել թուրքական եւ ադրբեջանական բեռնատարների անցումը Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից Թուրքիա։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ադրբեջանի տարածքով Հայաստան հասած ցորենի մուտքը բնութագրում է որպես պատմական իրադարձություն։ Նախարարն անձամբ է դիմավորել գնացքը այրում կայարանում։ Պապոյանի խոսքով գրեթե 3.5 տասնամյակ այս երթուղով Հայաստան բեռներ չէին տեղափոխվել եւ ըստ էության կարելի է ասել այս երթուղին արդեն գործարկված է։ Առաջիկայում Հայաստան կժամանի նաեւ ղազախական ծագման ցորենը, որը դեռ Ադրբեջանի տարածքում է։ Իդեպ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ղազախական հացահատիկ տեղափոխող գնացքը Ադրբեջանից ուղևորվել է Հայաստան։ Նախքան Գևորգ Պապոյանը կգնար կայարան գնացքը դիմավորելու, հանրային հեռուստաընկերության եթերում էր, հենց այդտեղ էլ հայտարարել է, որ Ռուսաստանից ցորենի առաջին խմբաքանակը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան։ Նախարարի խոսքով նախկինում ռուսական ցորենը գալիս էր վերին Լարսով, իսկ այս անգամ Ռուսաստանի տարածքով երկաթուղով եկել է Ադրբեջան եւ քանի որ Ադրբեջան այս պահին ուղիղ երկաթուղային հաղորդակցություն մենք չունենք, մտել է Վրաստան եւ Վրաստանից Հայաստան։ Այլևս ըստ էության մենք չենք ունենալու այնպիսի խնդիր, ինչպիսին օրինակ կարող է լինել սելավ է եղել, սարը քանդվել է, ձենաբուք է կամ ռուս տուրիստներն են եկել, այսինքն հերթեր եւ հետեւաբար դրանց հետ կապված խնդիրներ։ Ըստ էության նոր հաղորդակցությունը ապահովում է այդպիսի
առավելություններ, իհարկե դա չի նշանակում, որ մենք մեր մյուս ճանապարհը, որը վերին լարսով է, չենք շարունակելու շատ ակտիվ օգտագործել, շարունակելու ենք ակտիվ օգտագործել, որովհետև դա նույնպես կարևոր հաղորդակցության կետ է։ Սակայն քաղաքացիներին մեկ այլ հարց է հետաքրքրում. կեժանանա արդյոք հացամթերքը։ Հետաքրքրականն այն է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը բառ առ բառ նույն տեքստով են պատասխանում համանման հարցերով մեկնաբանություններին։ Այս պահին էկրաններին տեսնում եք Պապոյանի և Ռուբինյանի պատասխանը քաղաքացիներին։ Սա ինքնարժեքի էժանացման գործոն է, բայց գնի վրա այլ գործոններ էլ կարող են ազդել։ Մի փոքր ժամանակ պետք է անցնի, որ ավելի հստակ հասկանանք։ Տպավորություն է, թե տվյալ պատասխանը հատուկ մշակել են նման հարցերի համար, ուղղակի պետք է պատճենել և վերջ։ Իսկ հարցի պատասխանը մենք փորձել ենք ստանալ տնտեսագետ Սուրեն Պարսյանից։ Տնտեսագետը կարծում է, որ կախված է, թե ինչ գնով է գալիս ցորենը և ինչ հնարավորություններով։ Հետևաբար այսպես այս բեռնափոխադրումները, որ կատարվում է վերջի շրջանում, ավելի շատ այսպես քաղաքական է, քան տնտեսական։ Քաղաքական նրանք ուզում են ցույց տալ, որ Ադրբեջանի տարածքով բեռներ փոխադրելը հնարավոր է եւ դրանով փորձում են ազդակ փոխանցել մեր հանրությանը, այսինքն ներքին սպառման, որ անվտանգությունը ավելի է ամրապնդվել, խաղաղության օրակարգը ավելի է ուժեղացել, սա է, այսինքն իրենք ավելի շատ քաղաքական ազդակներ են փոխանցում, քան տնտեսական։ Անդրադառնանք Փաշինյանի այլ հայտարարություններին։ Ճեպազրույցի ժամանակ խոսել է օրեր առաջ Հովանավանքում տեղի ունեցած դեպքին։ Նախ եկեք հիշենք կոնկրետ որ դեպքի մասին է խոսքը։ Ուրեմն հոկտեմբերի 26-ին Հովանավանքում պատարագ էր մատուցել կարգալուց Ստեփան Ասատրյանը։ Արարողությանը մասնակցում էր իշխանական վերնախավը Փաշինյանի գլխավորությամբ։ Պատարագի ընթացքում սակայն միջադեպ տեղի ունեցավ, եկեղեցում գտնվող քաղաքացիներից մեկը բղավել է. Ստեփան Ասատրյան, դու իրավունք չունես պատարագ մատուցելու։ Նրա խոսքից հետո վարչապետի անվտանգության ծառայության աշխատակիցը բերանը փակելով հանել է նրան եկեղեցուց։ Տեսանյութը լայնորեն տարածվել էր սոցիալական ցանցերում, առաջացնելով բուռն քննարկումներ թե հասարակական, թե քաղաքական դաշտում։ Լավ, երկար բարակ չխոսենք, եկեք տեսնենք ինչպես է մեկնաբանել Փաշինյանը։ Ես պետական պահպանության ծառայությունից բացատրություններ եմ խնդրել եւ նրանք ասել են, որ որոշում է կայացվել այդ թվում այդ քաղաքացու անվտանգությունը ապահովելու նկատառումով, որովհետեւ նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել եւ դրա համար այդ որոշումը կայացվել։ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցից առաջ ներկա էր կառավարության նիստին։ Գործադրի անդամներին տվել է 2 շաբաթ ժամանակ հարցերը կարգավորելու համար։ Նա ընդգծել է, որ ամեն ինչ պետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։ Նախարարներին ու ոլորտային պատասխանատուների ուշադրությունը վարչապետը հատկապես սևեռել է թոշակների վճարման վրա։ Իսկ թե ինչ էր ուզում ասել Շիրակի մարզպետը Փաշինյանին, դիտենք տեսանյութը։ Սարսափազդու իրավիճակներ ենք մենք ստեղծում, ինչի համար է պետք ոչ միայն էլեկտրոնային, բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Համաշխարհային ինտերնետը կանջատվի, ոչինչ թող այդ գույքը չօտարվի։ Եթե միջև մի չի օտարվել դիմացել ենք, էլի կդիմանանք։ Միայն եւ միայն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Թող չվաճառվի, ստեղծվի ճգնաժամ դրա արդյունքում, ես դրա պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Կգտնենք լուծումը միայն եւ միայն էլեկտրոնային։ Եվ թոշակառուներին են, բոլոր թոշակառուներին կբերեք 2 շաբաթ ժամանակ։ Բոլոր թոշակառուները թոշակը ստանում են միայն էլեկտրոնային եղանակով։ Եթե հակառակ բան եք ուզում ասեք, ձայն չեմ տալիս։ Բա ինչ եք ուզում։ Շնորհակալություն պարոն վարչապետ, մի դեպքի հետ կապված տարեցների հետ, տարեցների օրը որ գնացել է 103 տարեկան տատիկի տուն, իր մոտ խնդիր էր թոշակի հետ կապված, խնդրելու ենք բանկերին, որ այն տարեցները, որոնք չեն կարողանալու մոդենան բանկ քարտ ստանալու համար, բանկերը մոդենան տարեցներին այդ քարտերը իրանց տրամադրելու համար այդպիսի խնդիր էին բարձրացրել տարեցները։
Ժամեր առաջ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի Պողոտայի Երևան City սուպերմարկետում, հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ։ Սուպերմարկետի տարածքում գտնված բոլոր քաղաքացիներին տարհանել են դեպքի մասին, մանրամասներ է հայտնել ներքին գործերի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Տասնմեկ անցուլթին է եղել ահազանգը, որ նշված առևտրի կենտրոնի սննդի կետում է բռնկվել հրդեհ, անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ, բիս 1 կանչով, այս պահին հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, այս պահին աշխատում են այստեղ հրդեհաշիժման աշխատանքների ներգրաված են 14 մարտական հաշվարկ, հրդեհաշիժման աշխատանքները ինչպես տեսակ ղեկավարում է փրկարար ծառայության տնօրենը, այդ պահին քաղաքացիները տարհանվել են, մինչ հրշեջ փրկարարների ժամանելը արդեն սկսել է տարհանումը եւ այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ տուժածների վերաբերյալ դեռ տեղեկություններ չունեն։ Գործընկերոջս հետ զրույցում ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը նաև նշել է, որ այս պահին հրդեհի առաջացման պատճառների վերաբերյալ հստակ տեղեկություն չկա, բայց թե ինչու են հրդեհի վայրից ոստիկանները բերման ենթարկել մի քաղաքացու, պարզաբանել է Սարգսյանը։ Քաղաքացի եղել ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորել, ինքը ուղղակի տարածքից հեռացվել է։ Ինքը ներկայացվել է տարածքից հեռանալ։ Ոչ ադեկվատ վարքագիծ է ինքը դրսևորել, ուղղակի տարածքից հեռացվել է, ինքը բերման չի ենթարկվել, չի ձեռնարկվել։ Ոստիկանները նրան ուղղեցին մեքենա եւ տարածքից հեռացվել է, ձերբակալված, ձեր նշած բերման ենթարկված քաղաքացի չկա, տարածքից հեռացված։ Հրդեհ է բռնկվել նաև Թումանյան շաուրմա սննդի կետում, ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 11:31-ին, մարվել ժամը 12-ին։ Օտարազգի 2 քաղաքացի ապօրինի հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ իրացնելու նպատակով մաքսանենգությամբ մեր երկիր են տեղափոխել շուրջ 7.5 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Նշված անձանց ձերբակալել են կալանավորել, քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Այսօր Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ կհանդիպեն Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի նախագահները։ Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն տարածաշրջանի բնական պաշարների, մասնավորապես հազվագյուտ հանքանյութերի նկատմամբ գործակցության հնարավորությունները, որոնք կարևոր դեր ունեն գլոբալ տեխնոլոգիական եւ էներգետիկ շուկայում։ Հանդիպումից առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ 2026 թվականին նախատեսում է այցելել կենտրոնական Ասիայի 5 երկրներ։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգների Միսիսիպի նահանգի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Նահանգի Յազուսիթի քաղաքի մոտակայքում գտնվող քիմիական գործարանում պայթյունից հետո ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել։ Դեպքի մասին նահանգապետ Թեյթ Ռիվզը հայտարարել է սոցիալական ցանցերում։ Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություն չկա։ Նահանգապետը կոչ է արել մոտակա տարածքների բնակիչներին մնալ տանը, որոշ փողոցների բնակիչներին էլ տարհանել են։ Ուկրաինայում զորակոչել են Անջելինա Ջոլիի թիկնապահին։ Տեղական ԶԼՄ-ները հայտում են, որ երկչուհին անձամբ է ներկայացել զինկոմիսարիատ իր թիկնապահին ծառայությունից ազատելու համար։ Հյուսիսային Կորեան սկսել է հազարավոր զինվորներ ուղարկել Ռուսաստան Ուկրաինայում իր հատուկ գործողության տարածքում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։ Ըստ տեղեկությունների Ռուսաստան կժամանի հյուսիսկորեական բանակի ինժեներային զորքերի մոտ 5000 զինվոր, նրանց կհանձնարարվի ենթակառուցվածքների վերանորոգումը։ Հյուսիսկորեացի եւս 1000 զինվոր կմասնագիտանա ականազերծման գործում։ Նշվում է, որ Փհենյանն ընդհանուր առմամբ Ռուսաստան կուղարկի մինչև 10000 զինվոր։ Շրի Լանկայում ընթանում են ռուս-շրի-լանկյան առաջին համատեղ զորավարժությունները։ Կուխի արահետ 2025 զորավարժությունների տեսանյութը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան ոչինչ պարտք չէ Ուկրաինային։ Նախորդին Եվրոնյուզին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել էր, որ Օրբանը պետք է ինչ-որ բան առաջարկի Ուկրաինային, որն ամբողջ Եվրոպան պաշտպանում է Ռուսաստանից։ Նույնիսկ հիմա այս պատերազմի ժամանակ մենք նրանից որևէ աջակցություն չենք ստացել, ասել է Զելենսկին։ Հունգարիայի վարչապետն էլ նշել է, որ Հունգարիան մոտ 200 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է տրամադրել Ուկրաինային։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին հանրային վայրում ոտնձգության են ենթարկել։ Մի տղամարդ փորձել է համբուրել նրան։ Հաղորդվում է, որ նա ամենայն հավանականությամբ հարբած է եղել կամ թմրանյութի ազդեցության տակ։ Նրան ձերբակալել են։ Ահաբեկություն է տեղի ունեցել Ֆրանսիայում, տղամարդը բացականչել է Ալլահու Ակբար, ապա վրա երթի է ենթարկել մարդկանց, 10 մարդ վիրավորվել է, նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում պատկերացրեք, մի օր պարզում եք, որ վարկ ունեք, բայց ոչ մի պայմանագիր չեք ստորագրել, որևէ բանկ չեք այցելել եւ այդ փողն էլ երբեք չեք տեսել։ Բայց բանկից զանգում են ձեզ եւ հորդորում վճարել պարտավորությունը։ Վերջին ամենաթարմ դեպքը տեղի ունեցել Յունի բանկի մասնակցությամբ, իսկ թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, ինչպես են կեղծել նույնիսկ նախագահի տեղակալի ստորագրությունը, դիտենք ռեպորտաժը։ Վարկ առանց վարկառուի։ Թվում է անհնար է, բայց Հայաստանում նման դեպքեր են գրանցվել։ Քաղաքացիները հայտնվում են պարտքի բեռի տակ, առանց երբևէ բանկ մտնելու կամ վարկային պայմանագիր ստորագրելու։ Իսկ ինչպես է դա հնարավոր։ Տեխնիկական անփութություն է, բանկային համակարգի բացեր, թե պարզապես խարդախություն։ Օրեր առաջ Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը Facebook-յան իր էջում բացահայտել է նման դեպքերից մեկը, որը ըստ նրա տեղի է ունեցել Յունի բանկում։ Նրա խոսքով բանկի հաճախորդներից մեկը առանց իր գիտության վարկային պարտավորություն է ստացել, իսկ երբ փորձել է պարզել մանրամասները, ըստ նրա ստացել է անպարկեշտ պատասխան։ Ինձ դիմել է քաղաքացին, ում զանգահարել են Յունի բանկից եւ տեղեկացրել, որ իր անունով վերցվել է վարկ, բավականին խոշոր գումարի եւ որ բանկին հայտնի է, որ այդ վարկը ձևակերպվել է զեղծարարության արդյունքում, հորդորում են քաղաքացուն, որպեսզի նա դիմի իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում ներկայացնի, այլապես իր տվյալները կուղարկվեն համապատասխան բյուրո եւ դա կազդի վարկային պատմության վրա։ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ հաղորդում է ստացվել։ Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հիմքով։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը տեղյակ է միջադեպից։ Պնդում է, որ բոլոր երկրների ֆինանսական համակարգերում տեղի են ունենում նման միջադեպեր։ Մենք անընդհատ ենք միջոցառումներ ձեռնարկում, Յունի բանկի кейսով եւ մյուս кейսերով անընդհատ նայում ենք։ Խաժակյանի գրառումը ես տեսել եմ, ինչ մասն է, մեր վերահսկողական թիմը աշխատում է Յունի բանկի հետ այս պայդրությամբ։ Ի պատասխան բարձրացված աղմուկի Յունի բանկը հերքում է մեղադրանքները, հայտարարելով, որ գործում է օրենքի եւ ներքին կանոնակարգի շրջանակում։ Բանկը գործում է օրենքին եւ իր ներքին կանոնակարգերին համապատասխան, հետեւողականորեն պաշտպանելով իր հաճախորդների շահերը։ Մենք չենք տեսնում միջնորդների ներգրավման անհրաժեշտություն հաճախորդների հետ հարաբերություններում, ուստի նախընտրում ենք չմեկնաբանել վիրավորական մեղադրանքներ պարունակող գրառումները։ Վերջին շրջանում բանկային ոլորտում նման բողոքներն աճել են։ Մի քանի ամիս առաջ էլ քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առջև, պահանջելով վերանայել վարկային քաղաքականությունը, սակայն մինչ օրս կառավարությունը խնդրին համակարգային լուծում չի ներկայացրել։ Այսքանն էին այս ժամի գլխավոր լուրերը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, ABC Newsroom հաղորդման հերթական թողարկումը կարող եք դիտել ժամը 18-ին։